Բարև ձեզ, բարի գալուստ մեր YouTube-յան կանալը։ Այս կանալում դուք կտեսնեք տարբեր վիդեոներ ֆրանսիական Սենտ-Էտիեն քաղաքից։ Ներկայանամ, անունս Լևոնն է, ես բնակվում եմ Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում, որը հայերենով նշանակում է Սուրբ Էտիեն։ Այստեղ շատ հայեր կան եւ ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, թե ինչպես է ընթանում հայկական ընտանեկան կյանքը ֆրանսիական Սենտ-Էտիեն քաղաքում։ Ինչպես դուք տեսնում եք, սա իմ առաջին վիդեոն է, որում ես փորձում եմ ձեզ ներկայացնել հնարավորինս լավ։ Ես հիմա աշխատանքից տուն եմ վերադառնում։ Ինչպես տեսնում եք, եղանակը շատ մառախուհոտ է, ցուրտ, դե նոր տարուն մոտիկա։ Բայց օգնած լավ է եղանակը։ Լավ եղանակը, այդքան էլ շատ ցուրտ չի։ Մի խոսքով կներեք իհարկե, որովհետև սա առաջին վիդեոն է, մի քիչ դժվարանում եմ, ճիշտ ասած չգիտեմ ինչ ձևի նկարեմ, բայց մեկ առաջիկաներում մենք իրար հետ շատ հետաքրքիր վիդեոներ կարծում եմ կունենանք, ինչի որովհետև ես կնկարեմ եւ կգցեմ սիրուն տեղեր մեր քաղաքում, թե ինչեր կարող եք գտնել մեր քաղաքում, մոտակայքում, միասին կայցելենք շատ սիրուն տեղեր, կծանոթանանք տարբեր հետաքրքիր տրադիցիաներով, ինչու՞ չէ նաև անտառներ, սարեր, դաժ անգամ նույնիսկ մենք կգնանք մեր քաղաքի ամենաճանաչված լողափներից մեկում, որը այդքան էլ լողափ չէ, ուղղակի այնպես են անվանում։ Եվ նպատակը, որպեսզի ես ձեզ հանգիստ ընտանեկան վիդեոներ հրապարակելն է, նպատակս այն չի, որ ես անեմ հնարավորինս ամենալավ վիդեոները, որպեսզի ունենա միլիոնավոր լայքեր կամ նայած քանակներ։ Իհարկե, շատ հետաքրքիր կլինի ունենալ ձեր լայքերն ու նայածները հնարավորինս շատ, պարզ է, որտեղ դա կնշանակի, որ իմ աշխատանքը գնահատվում է։ Եվ ես անձամբ ինքս յութուբեր չեմ, այսինքն մասնագիտությամբ ես այլ մասնագիտություն ունեմ, եւ սա ուղղակի ես անում եմ հավեսիս համար, ոնց որ ասած, ցույց տալու մեր քաղաքը Ֆրանսիայի։ Ասեմ ձեզ, Սենտ-Էտիենը դա շատ ճանաչված քաղաք է Ֆրանսիայում, դե առաջին քաղաքը բարձ Փարիզն է, երկրորդը Լիոնը, այնտեղ կան այլ քաղաքներ, որոնք մեծ են, իսկ Սենտ-Էտիենը շատ ճանաչված է իր ֆուտբոլային թիմով։ Դրա համար Ֆրանսիան, օրինակ, ֆրանսիական գույնը, ֆրանսիական ներողություն, ֆրանսիական մեր քաղաքի գույնը դա կանաչ գույնն է։ Ինչու՞, որովհետև մեր քաղաքի խորհրդանիշը ֆուտբոլն է, իսկ ֆուտբոլը կանաչ գույնն է մեր թիմի։ Իհարկե ես այդքան մոտիկ մարդ չեմ ֆուտբոլի, բայց մեր քաղաքը Հայաստանում էլ անգամ ես ժամանակին, որ Հայաստանում եմ եղել ու չեմ էլ իմացել նույնիսկ Սենտ-Էտիենի գոյության մասին, լսել եմ ես Սենտ-Էտիեն անունը։ Ինքը հիմնականում շատ ճանաչված քաղաք է ու ահագին էլ մեծ է։ Եթե չեմ սխալվում, 100-ից 150 հազար մարդ է բնակվում։ Ես հիմա, ինչպես տեսնում եք, ինչ աստիճանի մառախուղ է, հազիվ է երևում դիմացը, չգիտեմ ձեր մոտ ինչ ձև է երևում, բայց ես հազիվ եմ կարողանում տեսնեմ ճանապարհը։ Մենք մանավանդ որտեղ որ մենք բնակվում ենք, ինքը մի քիչ սարային հատվածում է, լավ բարձրանալը դժվար է մեքենայով։ Դե ասեք ձեր կարծիքը, թե որտեղ կուզենաք նկարվենք, այնտեղ կարան լինեն հետաքրքիր, ասենք, եթե հանկարծ ինչ-որ մի տեղ գիտեք մոտակայքում, որը ձեզ կհետաքրքրի եւ կցանկանաք, որպեսզի մենք այցելենք, խնդիր չկա, իհարկե մեծ սիրով կգնանք։ Նպատակը ոչ թե ձեզ մոտակայքում տուրիզմը անելն է, գիդը ցույց տալը, այլ ուղղակի, ոնց որ ասած, մեր քաղաքին ծանոթանալը, հայկական ընտանիքին ծանոթանալը, տեսնել, թե ոնց է հայկական ընտանիքը ապրում ֆրանսիական քաղաքներից մեկում, որովհետև Ֆրանսիայում ճիշտ հայերը շատ են, եթե չեմ սխալվում, նորից մեկ անգամ 7-ից 800 հազար հայ պետք է լինի Ֆրանսիայում, շատ ընտանիքներ կան, բայց կցանկանայի ցույց տալ մեր ընտանիքը ինչպես է բնակվում, մանավանդ Սենտ-Էտիեն քաղաքում։ Իմ նպատակս նորից լինելն է բնական,
Շնորհակալություն, որ դուք նայեցիք այս վիդեոն։ Հաջորդ վիդեոն ես կգցեմ արդեն այսպես չեմ խորանա այսպիսի նման խոսակցությունների մեջ, այլ ավելի շատ մենք խոսանք մեր քաղաքի փողոցի, ապրելու ձևի, այլ բաների, հետաքրքիր բաների մասին կապված քաղաքի շրջանի փողոցի ամեն ինչի մասին։ Շնորհակալություն, որ նայեցիք մեր այս կարճ վիդեոն, որը փորձնական էր։ Գրեք ձեր կարծիքը, եթե հավանեցիք կարող եք լայք դնել, եթե չհավանեցիք կարող եք դիզլայք դնել, կարող եք ձեր կարծիքը գրել, տարածել, գրանցվեք անպայման կանալին, եթե ձեր դուրը եկավ, ապա դուք ստանաք մյուս վիդեոները։ Շնորհակալություն, ձեզ լավ օր, կհանդիպենք մեր հաջորդ վիդեոներով։